Ողջույն սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, AFL YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը եւ այս անգամ արդեն Winter Cup-ի 5-րդ տուրի բացման հանդիպումը կկայանա Միլանի եւ Ռեալ Մադրիդի միջեւ։ Թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունեցին միմյանց, ես արագորեն ծանոթացնեմ թիմերի հայտարարությունները ու սկսենք Միլանից Սարգիս Հալիվորյանը պաշտպանում է դարպասը համար 1, Յոնդուս Ահմադ համար 2, Հակոբ Մովսիսյան համար 5 կամ մրցավարի Սուլիչու մեկնարկած է հանդիպումը անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպում է իսկապես մեզ սպասվելու այս առաջիկա 50 րոպեների ընթացքում։ Շարունակեմ ծանոթացնել Միլանի կազմը։ Էրիկ Հունանյան համար 8, ով նաև թիմի ավագ է, Դավիթ Զաքարյան համար 9, Մատեո Ջիլբերտո համար 11, հիմա լավ գրոհ է անցել Միլանը, բայց կարողացան Մադրիդի ֆուտբոլիստները փոքրինչ հեռացնել գնդակը հիմա էլ Հունանյանը հարված կատարեց դարպասի ուղղությամբ ու այստեղ քաղաքն Կերևայե Մարտիրոսյանը փորձը չեղել գնդակի ուղղությունը, բայց մի փոքր աջող չստացվեց այստեղ Հունանյանի կատարած հարված ու հարված Ռեալի դարպասից արագորեն խաղարկում են այստեղ գնդակի Ռեալի ֆուտբոլիստները եւ այսպես Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալացյան համար 19 եւ Վահե Մարտիրոսյան համար 77։ Սա Միլանի ամբողջական հայտարարությունն է այս հանդիպան համար։ Ռեալ Մադրիդի դարպասը պաշտպանում է Մխիթար Սիրեյանը համար 1։ Հիմա լավ գրոհի անցել Ռեալը, բայց այստեղ էլ բարձր է ստացվում Ռեալի կենտրոնական հարձակողի կատարած հարվածը, իսկապես հիմա թիմերը արդեն սպառնացին 1-1 դարպասին հենց առաջին իսկ իրենց գրոհներով եւ հիմա էլ բարձր ստացվեց Էրիկ Կարապետյանի կատարած հարվածը։ Եվ այսպես Մխիթար Սիրեյանը պաշտպանում է Ռեալ Մադրիդի դարպասը համար 1, Անուշաբան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Արսեն Աբոյան համար 9, Էրիկ Մանուկյան համար 10, Ռուբեն Բուդաղյան։ Հիմա հարված են տեսնում ու արդեն հանդիպան հաշիվը բացում է հենց Ռեալ Մադրիդի ավագը Արսեն Հակոբյան 1-0 Ռեալն առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Մեկ 0 Հակոբյանը բացում է հանդիպան հաշիվը, իսկապես շատ լավ մեկնարկ տեսանք ու հիմա էլ արդեն Խալացյանի հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ, բավական ակտիվ է մեկնարկել այս հետաքրքիր հանդիպումը, բայց Ռեալ Մադրիդի գոլի մասին խոսենք, իսկապես բավական բարդ դիրքից հարված կատարեց Հակոբյանը դարպասի ուղղությամբ ու կարողացավ հասնել հաջողության։ Շատ լավ փոխանցում ստացավ Մանուկյանից ու հարվածը նույնքան գեղեցիկ կերպով էլ կատարեց։ 1-0 տեսնենք Միլանը այս ամենից հետո ինչով կփորձի պատասխանել, ես նույնիսկ չհասցրեցի ամբողջական հայտարարությունը ներկայացնել Ռեալ Մադրիդի եւ հենց Հակոբյանին էլ դեռ չէինք հասել ու նա դարձավ արդեն գոլի հեղինակ։ Հիմա կարծում եմ թիմերը մեզ կտան ժամանակ Ռեալ Մադրիդի ամբողջական հայտարարությունը եւս մեկ անգամ ներկայացնելու եւ այսպես Մխիթար Սիրեյանը պաշտպանում է դարպասը համար 1, Անուշաբան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Արսեն Աբոյան համար 9, Էրիկ Մանուկյան համար 10, Ռուբեն Բուդաղյան համար 11, Գրիգոր Սարոյան համար 12, հիմա Հունանյանը թողնում է գնդակը Ջիլբերտոին, եւս մեկ հարված ու արդեն Սիրեյանը կարողացավ վերացնել գնդակը ու անկյունային կտեսնենք այս խաղում գոլ Մանուչարյան համար 23, Ժորակ Գևորգյան համար 26 եւ Արսեն Հակոբյան համար 93, ով նաեւ արքայական ակումբի ավագ է վերջինս էլ արդեն հանդիպման միակ խփած գնդակի հեղինակը։ Հիմա տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Միլանին։ Խալացյանն է կարծես գնդակի մոտ պատրաստվում փոխանցում կատարելուն, այո։ Հետևեց փոխանցում, բայց այստեղ Եղիազարյանը առաջինն է արձագանքում գնդակին եւ հեռացնելով հնարավորություն տալիս իր թիմին արագ հակագրոհի անցնել, լավ գրոհի անցել Ռեալը ձախ եզրով Մանուկյան։ Այստեղ մի քանի մրցակցի դեմ էր պայքարում Մանուկյանը, բայց վերջին պահին ստացվեց փոխանցում դեպի խաղընկերը Մանուչարյանն ու գրոհի տեղափոխություն դեպի Աչեզր Հակոբյան այստեղ ռիսկի դիմեց ու կորցրեց գնդակի հիմա Մարտիրոսյանն շարժվում առաջ Հունանյան հավասարացնել է պետք հանդիպան հաշիվը Հունանյան արված չկա առաջում դարպասի ուղղությամբ թողեց գնդակը Խալացյանին արված էր տեսանք ու Սիրեյանը այստեղ գեղեցիկ ցածկով կարողանում է հեռացնել գնդակը եւս մեկ անկյունային կհետևի Ռեալի դարպասի ուղղությամբ իսկապես շատ արագ կարողացան հակագրոհի հանձնել Միլանի ֆուտբոլիստները, բայց գրոհ եզրափակել չհաջողվեց այս դեպքում կարմիրներին։ Հիմա այս անկյունայինը տեսնենք ինչ կտա Միլանին, այո, իսկապես Հունանյանը որոշեց փոխանցում կատարել խաղընկերոջ ինքը չեզրափակեց, բայց
Մարտիրոսյանը հետո էլ Խլղացյանը չկարողացան Հունանյանի կատարած փոխանցումները ավարտին հասնել։ Հիմա կրկին գնդակով Հունանյանն է։ Հետ փոխանցում ենք տեսնում դեպի պաշտպանություն։ Մուսայելյան խորքից ուղարկեց գնդակը ձախ եզր, Սահակյանն է այստեղ։ Բայց գնդակը դուրս չի եկել դաշտի սահմաններից, կարողացավ այնուամենայնիվ Սահակյանը հասնել գնդակին ու տեսնենք այս եզրային նետումը, եւս մեկ եզրային նետում կատարի Ռեալը։ Մանուչարյան գեղեցիկ գործեց այս դրվագում, կարողացավ փոխանցում կատարել Մանուկյանի ուղղությամբ, բայց կրկին ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը ու հարված կլինի Միլանի դարպասից։ Հունանյան գեղեցիկ թողեց այստեղ գնդակի ընթացքում Հունանյանը Մարտիրոսյանին, բայց Մարտիրոսյանն էլ չհասցրեց շրջվել գնդակով, հիմա վերականգնեցին Միլանի ֆուտբոլիստները գնդակը Ջիլբերտո հարվածեց ու այստեղ Սարոյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա էլ Մանուկյանը սկսում է Ռեալի հերթական գրողներից մեկը Կարապետյան հարված դարպասի ուղղությամբ ու բարձր է ստացվում Էրիկ Կարապետյանի կատարած հարվածը, Հալիվորյանն էլ ուժեղ փոխանցումով գնդակ ուղարկում է Հունանյանին, լավ կասեցում կատարեց այստեղ Միլանի հավաքը, Մարտիրոսյան, Խլղացյանն է ստացել գնդակը, գուցե հերվից փորձեր Խլղացյանը, բայց արդեն ուշացրեց իր հնարավորությունը, հիմա կարող է Խլղացյան ու անկացելի հարված 1-1 Միլանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը։ Մեկ-մեկ այո հաշիվը կրկին հավասար է ու հիմա արդեն տեսնենք թիմերը ինչպիսի ֆուտբոլ ցուցադրեն, ամեն ինչ կարելի ասել սկսում են 0-ից։ Այո, Խլղացյանի հարվածը պարզապես ֆանտաստիկ ստացվեց, ոչինչ չհասցրեց անել Սիրեյան այս դրվագում, ինչի մասին խոսում էին Խլղացյանի հարվածներին, նա բավական լավ կերպով կարողանում է հեռու տարածություններից հարված կատարել եւ այս դրվագը նույնպես բառապացույց էր Հունանյանն է կրկին գնդակով Հունանյան գեղեցիկ անցում ստացվեց այստեղ, տեսնենք այս գրոհը ինչ կտա Միլանին, բայց փոխանցումը փակվեց Հունանյանի ու հիմա Մանուկյանը կրկին զարգացնում է Ռեալի հակագրոհը։ Կարապետյան կփորձի իհարկե պահել գնդակը, պահեց այստեղ Կարապետյանը սահանքման գնով գնդակը եւ հաստատեց եզրային նետման հնարավորություն Ռեալի համար։ Թողնում է գնդակը Կարապետյանը Մանուկյանին։ Մանուկյան բարձից փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ դարպասապահ Հալիվորյանը դուրս եկավ, վերցեց գնդակ ու այն նետեց Խլղացյանին, Մարտիրոսյան արգելակեց այստեղ։ Հիմա է Մարտիրոսյանը հարված կատարում, ես ներողություն եմ խնդրում, նախորդ դրվագում Մարտիրոսյանը չէր գնդակով, հիմա նա ստացավ փոխանցում ու հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց անդրադարձից հետո միևնույն է Սիրեյանը տեղում էր։ Փոխանցում կատարողը նախորդ դրվագում Հակոբ Մովսիսյանն էր, հիմա էլ խլել են գնդակը Միլանի ֆուտբոլիստները, Մարտիրոսյան, ձախ եզրում է հիմա գրոհի հայտնվել Մարտիրոսյանը, թողեց գնդակը Ջիլբերտոին, Խալացյան, խաղարկում են առայժմ Միլանի ֆուտբոլիստները, Մուսայելյանն է ստացել գնդակը կենտրոնում, հերվից է հարվածում Մուսայելյանը ու այստեղ Կարապետյանը փակեց գնդակի ճանապարհը եւ գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա անկյունային իրացնում Միլանի ֆուտբոլիստները, կրկին Հունանյանն է տեղադրում գնդակը, բարձից փոխանցում, բայց այստեղ Միլանի ֆուտբոլիստներից ոչ ոք չկարողացավ հարված կատարել, չնայած գնդակը մնաց դաշտի սահմաններում, Մատեո բարձր է ստացվում այստեղ Ջիլբերտոյի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Սիրեյան դարպասից, հիմա արագորեն կրկին խաղարկում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները եւ նույն կերպ էլ կորցրի, Սահակյանն է խլում կատարել ու շարժվում առաջ աչեզով։ Հունանյան հարված, բայց այստեղ Սարոյանը կանգնեց Հունանյանի հարվածին, առջև ու թույլ չտվեց գնդակը ընթանա դեպի դարպասը։
Մարտիրոսյան, Հունանյանին է ուղված այս փոխանցումը ու կրկին Սարոյանն է փակում գնդակի ճանապարհը, հիմա լավ հնարավորություն ունի Մադրիդը հակագրող կազմակերպելու, Կարապետյան լավ նկատեց Մանուչարյանի, վտանգավոր է, բայց Մանուչարյանի կատարած հարվածից հետո Հալիվորյանը կարողացավ ֆիքսել գնդակ այս դրվագում եւ այն նետեց Խլղացյանի ուղությամբ Մարտիրոսյան նորից Խալացյանն է ստանում գնդակը եւ այստեղ այո կար խաղի կանոնների խախտում Խալացյանի դեմ պայքարում ու տեսնենք այս ստանդարտը ինչի կվերածեն Միլանի ֆուտբոլիստները Միանգամից երկու ֆուտբոլիստ են գնդակի մոտ, Հունանյանը եւ Խալացյանը, բայց կարծես հենց թիմի ավակն էլ պատրաստվում է հարված կատարելուն։ Կա մրցավարի սուլիչը, Հունանյան հարված ու Սիրեյան այստեղ ոտքով կարողացավ հեռացնել գնդակը, հետո էլ Մանուկյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից ու եւս մեկ անկյունային կիրացնեն Միլանի ֆուտբոլիստները, բավական ակտիվ է Միլանը պատասխան գնդակը հեղինակելուց հետո։ Հիմա նորից անկյունային կհետևի։ Կա փոխանցումը, բայց Սարոյանը այս անգամ նորից պաշտպանությունում էր ու վստահ կերպով գործեց։ Հունանյան պայեց գնդակը դաշտի սահմաններում, բայց ավելին անել այս դրվագում չստացվեց։ Հակոբ Մովսիսյան։ Անհաջող ստացվեց այստեղ Մովսիսյանի կատարած փոխանցում ու եզից պետք է նետեն Ռեալի ֆուտբոլիստները։ Այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Միլանի կազմում, Մարտիրոսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Դավիթ Զաքարյանը։ Մանուչարյան։ Մանուկյանն է ստանում գնդակը։ Մանուկյան երկու մրցակցի դեմ էր ու այստեղ կորցրեց գնդակը Մանուկյանը։ Հիմա գնացել է պրեսինգի արքայական ակումբը, բայց այստեղ հասցրեց Մուսայելյանը փոխանցումը դուրս բերել գնդակը պաշտպանությունից ու այստեղ էլ կար խաղի կանոնների խախտում պետք է ճիշտ դիրքից խաղարկել գնդակը Մուսայելյան գրոյ տեղափոխություն դեպի Հունանյանը կար այստեղ խաղի կանոնների խախտում, բայց գնդակով մնացին Միլանի ֆուտբոլիստները, այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը, նորից Հունանյանն է գնդակով, շատ ակտիվ է մեկնարկել այս հանդիպումը Միլանի ավակ Երիկ Հունանյանը, տեսնենք կարողանա այսօր հաջողության հասնել Հունանյանը Միլանի կազմում, հիմա արագ գրոյի անցնում Միլանը Ջիլբերտո, դեպի Խալացյանը փոխանցում հետևեց, տեսնենք ինչ որոշում կայացնի Խալացյանը, նորից Ջիլբերտոին է ուղարկում գնդակը, թողեց վերջինս էլ այն Զաքարյանին Եվ այստեղ Զաքարյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց։ Մանուկյան Շատ լավ փոխանցում հետևեց Մանուկյանի կողմից այստեղ։ Աբոյանն է գնդակով դեպի Կարապետյանը կա փոխանցումը, Կարապետյան եւ Հարված կլինի դարպասից այստեղ կորցրեցին Ռեալի ֆուտբոլիստները գնդակը, հիմա էլ Միլանն է կորցնում ու եզից կնետի արքայական ակումբը։ Հակոբյան նորից Մանուչարյանն է գնդակով, բայց այստեղ թույլ ստացվեց նրա կատարած փոխանցումը, հիմա էլ Հակոբյանն է կարողանում ուղարկել գնդակը Մանուչարյանին, Կարապետյան, բայց այստեղ հեռացեց Մուսայելյանը գնդակ ու Միլանի արագ պատասխանին ականատես կլինենք, ոչ այստեղ լավ գործեցին պաշտպանությունում Ռեալի ֆուտբոլիստները, եզից պետք է նետի Մուսայելյանը Խալացյան գլխով հասցրեց փոխանցում կատարել դեպի Մովսիսյանը, Մովսիսյանն էլ շարժում է առաջ, Զաքարյանին է ուղղված այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց այս դրվագում Միլանի ֆուտբոլիստի
Կատարած փոխանցում ու հարված կլինի Սիրեյանի դարպասից։ Հիմա փոփոխություն տեղի ունեցավ արքայական ակումբի կազմում։ Սիրեյան ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ գնդակը դուրս եկավ հակառակ դարպասի կողմից Ֆիլբերտոն շատ լավ փոխանցում տեսանք դեպի Ձախեզր, բայց այստեղ կարողացան Ռեալի պաշտպանները լավ գործել Գևորգյան Եզրային նետում կտեսնենք Արագորեն խաղարկեց Միլանը գնդակը Հալացյան լավ ազատվեց այստեղ մրցակցի վերահսկողությունից Հալացյան ու շարժվում է առաջ կա փոխանցում, բայց Մանուկյանը այստեղ թույլ չտվեց որպեսզի գնդակը հասնի Հունանյանին, հիմա խլեց Հունանյանը գնդակը ու խախտեց խաղի կանոնները, այո Մանուչարյան թողեց գնդակը Սարոյանին եկեք ծանոթանանք նաև մրցաշարային հաղորդակցում տիրող իրավիճակը Վինտեր Քափում որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը եւ այսպես մրցաշարային հաղորդակցը գլխավորում են Ատլետիկո Երևանն ու Վիլյարեալը 4 հանդիպումից հետո վաստակած 10-ական միավորով այնտեղ կպած եւ բաց թողած գնդակների շնորհիվ այս պայն Ատլետիկոն առաջատարն է ունեն թիմերը 3-ական հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտել են ոչ ոքի եւ այդ ոչ ոքին եղել է հենց նրանց միջև 2-2 ավարտեց Ատլետիկոն դեմ Վիլյարեալի հանդիպումը Բորուսիա Մյունխեն-Գլադբախը, Արաքսը եւ Լիվերպուլը զբաղեցնում են 3-ից 5-րդ հորիզոնականները վաստակած 9-ական միավորով թիմերը տարել են 3-ական հաղթանակ ու կրել 1-ական պարտություն իսկ հա Միլանը այս պահին գտնվում է մրցաշարային հաղորդակցի 11-րդ հորիզոնականում 4 անցկացած հանդիպումից հետո հիմա վտանգավոր հարված տեսակ այստեղ Մանուշյանի կողմից, բայց Հալիվորյանը տեղում է, վերցեց գնդակը եւ այն նետեց թիմի ավակի ուղղությամբ Խալացյան մնաց գնդակով Խալացյանը հիմա արդեն Գևորգյանը փորձեց հեռացնել, չստացվեց գնդակը կրկին Միլանի մոտ է, իսկ այստեղ անաստը ստացվեց Զաքարյանի կատարած փոխանցումը Միլանը ունի իր ակտիվում 2 պարտություն, 1 հաղթանակ եւ 1 հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի 4 միավորով 11-րդն իսկ Ռեալ Մադրիդը ունի վաստակած 3 միավոր եւ գտնվում է 14-րդ հորիզոնականում բնականաբար հաղթանակի դեպքում կշրջանցի Ռեալը Միլանին Միլանը հաղթանակի դեպքում էլ ավելի վստահ կսկսի զգալ իրեն մրցաշարային հաղորդակցում հիշեցնեմ որ 18 թիմերից 16 թիմեր հնարավորություն կունենան մասնակցել play-off-ին, բայց 16 թիմերից առաջին 8-նակը իհարկե մեծ մրցաշարին կմասնակցի, մեծ գավաթի շրջանակներում անցկացվող խաղարկությանը, իսկ 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերը կընդգրկվեն Winter Cup-ի փոքր գավաթի առաջնության play-off փուլին կմասնակցեն Հունանյան գեղեցիկ անցում կատարեց Հունանյանը կա փոխանցման տարբերակ Փոխանցում Զաքարյան արված ու գնդակը դարպասում է 2-1 Միլանն առաջ է հասնում հաշվի մեջ Դավիթ Զաքարյանը 2-1 Միլանը խաղակեսի վերջնամասում առաջ է անցնում հաշվի մեջ իհարկե շատ լավ հարված կատարեց Զաքարյանը, բայց եկեք խոսենք Հունանյանի անցման ու փոխանցման մասին ամեն ինչ բարձր մակարդակով արեց Միլանի հավաքը, թե անցումը, թե փոխանցումը մեկը մյուսից գեղեցիկ ստացվեցին, որից հետո իհարկե պետք էր գրավել դարպասը, ինչն էլ
նույն կերպ շատ բարձր մակարդակով կարողացավ կատարել Միլանի 9 համարը Դավիթ Զաքարյանը ու հիմա արդեն Միլանը պարտվողի կարգավիճակից ստանձնում է հաղթողի կարգավիճակ այս խաղում առաջին անգամ հիմա սխալ փոխանցում հետևեց ու Ռեալը կարող է արագ գրոհ կազմակերպել, բայց չկան տարբերակներ Մանուկյան դեպի առաջ փոխանցում եւ այստեղ գնդակը բաժին է հասնում Սահակյանին ով փորձում է արագ հակագրոհ սկսել իր թիմի համար, բայց չանցավ այստեղ Սահակյանի կատարած փոխանցումը շնայած գնդակը մնաց Խալացյանի մոտ Խալացյան եւս մեկ հարված ու այս անգամ շեղությամբ է ստացվում Խալացյանի կատարած հերվից հարվածը հարված կլինի Մխիթարցյանի դարպասից Գևորգյան Լավ փոխանցում կատարեց այստեղ Կարապետյանի ուղղությամբ ու չկար խաղի կանոնների խախտում Կարապետյան Սահակյանն է փորձում դիմավորել Կարապետյանին ու կարողացավ հեռացնել այստեղ գնդակը եզրային նետում հիմա կատարի Ռեալ Մադրիդը Կարապետյան ուժեղ փոխանցում առաջ հարվածել այստեղ տեսանք նույնիսկ Եղիազարյանի կատարման, բայց թույլ ստացվեց, իսկ Ալիվորյանը գնդակը ուժեղ կերպով նետում է Մարտիրոսյանին վերջինս էլ կարողացավ արագության տակ շրջանցել մրցակցին, բայց այստեղ կարողացավ վերջին պահին Սարոյանը նորից լավ գործել պաշտպանությունում հեռացնելով գնդակը անկյունային կիրասնի հիմա Միլանը արագորեն խաղարկեց Մարտիրոսյանը գնդակը Խալացյանի հետ հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց անդրադարձից հետո գնդակը չընդհացավ այստեղ դեպի Սիրեյան ու հիմա արդեն գնդակի վերահսկողությունը Ռեալի տրամադրության տակ է Մանուկյան լավ պատխաղարկում ստացվեց Կարապետյանին ու Մանուկյանի միջև Կարապետյանն էլ հերվից փորձեց պատտեցնել գնդակը, բայց բարձր ընթացավ այս դրվագում Մարտիրոսյան այստեղ լավ չկարողացավ կասեցնել գնդակը Վահե Մարտիրոսյան ու բաց թողեց այն դաշտի սահմաններից դուրս Սարոյան Մադրիդը արյո պետք է ակտիվանա վերջին րոպեներն առաջի խաղակեսին եւ եթե կարողանան հավասարեցնել հանդիպան հաշիվը ապա ավելի վստահ կերպով կմեկնարկեն երկրորդ կեսը բայց բնականաբար նույն կերպ Միլանը փորձում է գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակում հիմա գրոհում է Ռեալը Մանուկյան պատտեցեց գնդակը հաշիվը հավասար է 2-2 Լավ Երկու Մանուկյանը խաղակեսի վերջնամասում հաշվի հավասարությունը կրկին վերականգնում է անկասելի հարված իսկապես կարողացավ կատարել այս դրվագում Մանուկյանը Աբոյանն էլ գրանցեց գոլային փոխանցում իր անվան դիմաց որից հետո իհարկե Մանուկյանը շատ լավ նկատեց դարպասապայի բաց թողած անկյուն ու պատտեցնելով հասավ հաջողության 2-2 տեսնենք արդեն խաղակեսի վերջին րոպեն է ընթանում Գումարած իհարկե որքան փոխհատուցի մրցավար իհարկե դրվագներ եղան որտեղ դադարներ կային ու նոր արդեն վերջնական արդյունքը առաջի կեսում պարզ կդառնա Մարտիրոսյան լավ էր մտածել այստեղ Մարտիրոսյանը բայց գնդակը Զաքարյանին չհասավ հիմա Ռեալը կարող է արագ հակագրոհի հասնել Գևորգյան շատ լավ նկատեց Կարապետյանին վտանգավոր է Կարապետյան անցումը կա հարված ու այստեղ պարզապես Մուսայելյանը փրկեց Միլանին հարվածը ուղիղ դարպասներ ընթանում Կարապետյանի կատարած եւ եթե շեղեր այստեղ գնդակի ուղղությունը Մուսայելյանը, ապա հնարավոր է Ռեալը նորից առաջանցի հաշվում իհարկե բացառել այս տարբերակը չի կարելի հիմա այս անկյունանի խաղարկման ականատես լինենք Աբոյանն է գնդակի մոտ բարձից փոխանցում հարվածել տեսանք Կարապետյանից բայց շեղությամբ ընթացավ Կարապետյանի կատարած հարվածը հիմա կրկին Միլանը անցնում է գրոհի Մովսիսյանն է Փոխանցում կատարում Զաքարյանի Խալացյան կրկին Զաքարյան վտանգավոր է հարված եւ 3-2 Միլանը նորից առաջ է անցնում հաշվի մեջ
Բավական արդյունավետ ու գոլարատ առաջին խաղակես ունեցանք, իսկապես 5 գնդակ արդեն խփվեց եւ որից 3 խաղակեսի վերջնամասում վերջին մի քանի րոպեի ընթացքում իսկ այստեղ Զաքարյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց Պարզապես շատ գեղեցիկ պատխաղարկում կատարեց Խալացյանի հետ ու կատարած հարվածել իհարկե Զաքարյանի անկասելի ստացվեց։ Հիմա նորից Զաքարյանը գնդակով շատ լավ փոխանցում դեպի Մարտիրոսյանը հարվածել տեսանք ու Սիրեյանը այս անգամ վերցրեց գնդակը եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-2 հաշվում կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է երկրորդ խաղակեսը եւ առաջին կեսից հետո ունենք 3-2 հաշիվը օգուտ Միլանի ֆուտբոլիստերի հիմա տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչպիսի հանդիպում կմատուցեն մեզ Բուդաղյան թողնում է գնդակ այստեղ Եղիազարյանին Սարոյան դեպի Մանուչարյանը փոխանցում կատարեց ու հենց խաղակեսի մեկնարկում Ռեալը փորձում է գրող կազմակերպել կրկին Սարոյանն է գնդակով Մանուչարյան, գուցե երվից փորձի Մանուչարյանը կատարածությունները առջև հարվածեց Մանուչարյանը, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ այստեղ Մանուչարյանի կատարած հարվածը ու հարված կլինի Միլանի դարպասից արագորեն փոխանցում է հետևում դեպի Հունանյանը գեղեցիկ էր անցումը, բայց այստեղ հարվածի հնարավորություն թույլ չտվեցին Հունանյանին, իհարկե բարդ իրավիճակում էր եւ նույնիսկ այդ դրվագում անցում կատարել էր մի փոքր անիրատեսական թվում, բայց Հունանյանի մոտ ստացվեց դա։ Հիմա չկար այստեղ ձեռքով խաղ ու Սահակյանը շարժվում է առաջ, Մարտիրոսյան Խալացյանին է ուղարկում գնդակը, կրկին Մարտիրոսյան, գեղեցիկ խաղարկումներ է կատարում Մարտիրոսյանն ու Խալացյանը միմյանց հետ։ Օվսիսյան նորից փոխանցում հետևեց դեպի ձախ Խալացյան այստեղ փորձեց կրունկով թողնել գնդակը խաղակերոջը, բայց Մանուչարյանը խլում կատարեց իսկ այս փոխանցումը ուժեղ ստացվեց Կարապետյանի համար Եվ այստեղ Կարայո Բուդաղյանի կողմից խաղի կանոնների խախտում իհարկե Թիկունքից Խախտեց խաղի կանոնները Բուդաղյանը ու հիմա եզրային նետում արդեն կտեսնենք Ես հիշեցնեմ ովքեր դարձան գոլի հեղինակ առաջի կեսում նախ Արսեն Հակոբյանը բացեց այս հանդիպանաշիվը առաջ մղելով Ռեալին Հետո Խալացյանը հավասարեցեց հանդիպան հաշիվը Միլանից Զաքարյանը առաջ մղեց Միլանին Մանուկյանը խաղակեսի 23-րդ րոպեին հավասարեցեց նորից հաշվի վերականգնությունը 2-2 դարձնելով Կարապետյանը այստեղ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը Կարապետյանը եւ նույն Զաքարյանը նորից վերջի րոպեին արդեն առաջ մղեց Միլանին ընդմիջում գնալուց առաջ ու 3-2 հաշվով պատկերը ձևավորվեց Սարոյան հարված ու մի փոքր բարձր է ստացվում այստեղ Սարոյանի կատարած հարվածը գեղեցիկ է նկատել անկյունը Ռեալի ֆուտբոլիստը բայց հարվածը այստեղ մի փոքր բարձր ստացվեց Գրիգոր Սարոյանի կատարած Մարտիրոսյան լավ էր մտածել Մարտիրոսյանը բայց գնդակը առաջինը բաժին ասավ Մանուկյանին ու հիմա Ռեալը նետվում է առաջ Մանուչարյան գուցե փորձի հարվածել, չհարվածեց կա փոխանցումը դեպի Մանուկյանը հիմա կա հարված ու Հալիվորյանը տեղում էր առանց որևէ խնդիրների կարողացավ վերցնել գնդակը եւ այն ուժեղ փոխանցումով հասցեագեց Խալացյանին գեղեցիկ գրոհ ձեռնարկել Միլանը եւ այստեղ այո ընդունում է իր խաղի կանոնների խախտումը Գևորգյանը թիկունքի ծրեց մրցակցին եւ բավական վտանգավոր դիրքում Միլանը ստանում է Տուգանային հարված կատարելու հնարավորություն Տեսնենք այս ստանդարտ իշ կտա Միլանին, Խալացյանն է գնդակի մոտ, կա մրցավարի Սուլիչը, Խալացյան հարված ու այստեղ Սիրեյանը կարողացավ վերլացնել գնդակը անդրադարձ եղավ, որը խանգարեց իհարկե դարպասապահին, բայց
Գնդակը այնուամենայնիվ չհայտնվեց Ռեալ Մադրիդի դարպասում Ժիլբերտո Եվ հիմա անցել է գրոհի Ռեալը Մանուկյանն էլ հարվածեց, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Մանուկյանի կատարած հարվածը լավ էր նկատել դարպասապայի ու բաց անկյունը Մանուկյանը բայց հարված այստեղ մի փոքր շեղությամբ ընթացավ Հիմա էլ Միլանն էր գրում, չկար այստեղ խաղի կանոնների խախտում ու Ռեալի արած պատասխանին կրկին ականատես կարող են լինել, բայց Ժիլբերտոն լավ պաշտպանվեց, Սահակյանը հեռու է թողել գնդակը, բայց ստացվեց անցում կատարել Աչեզում է հիմա Սահակյանը կա փոխացում Մարտիրոսյան հարված է պետք դարպասին կատարել, թողեց գնդակը Խալացյանին հիմա էլ թույլ չտվեցին հարված կատարել Միլանի 5 համարին իսկ այս փոխանցումը չհասավ Ունանյանին եւ գնդակը նորից Միլանի մոտ է Ժիլբերտո Շատ լավ գրոհի տեղափոխություն դեպի Սահակյանը Տեսնենք իր որոշում կայացի Սահակյանը նկատեց Մարտիրոսյանին Խալացյան թույլ ստացվեց այստեղ Խալացյանի կատարած հարված ու հարված կլինի Սիրեյանի դարպասից Սարոյան ուժեղ փոխանցում դեպի Կարապետյանը գեղեցիկ փոխանցում նույնիսկ կատարեց այստեղ Կարապետյանը հիմա տեսնենք հենց Կարապետյանն է գնդակով տեսնենք ինչ որոշում կայացնի Կարապետյան առաջ մնաց գնդակով հետո չկար խաղի կանոնների խախտում Կարապետյան պտտեցեց այստեղ գնդակը դեպի հեռավոր անկյունը բայց Տիպավ այո դարպասապա այստեղ Կարապետյանի կատարած հարվածից հետո գնդակին ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա անկյունային կիրացնի Ռեալը Կա մրցավարի Սուլիչը Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Եղեզարյանը չկարողացավ հարված կատարել, հիմա էլ Հումանյանն է խնում կատարում ու զարգացնում արագություն գեղեցիկ էր Խալացյան ինչ այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում ըստ մրցավարի ոչ Եղեզարյան ուղարկեց գնդակը Բուդախյանին, բայց այստեղ էլ հաջող գործեց Միլանի կազմում Հակոբ Մովսիսյանը խլելով գնդակը մրցակցից Մուսայելյան շատ լավ փոխանցում էր, բայց հիմա էլ չկարողացավ կասեցնել գնդակը Մուսայելյանի կատարած փոխանցումից հետո նրա խաղակերը տվյալ դեպքում Սեյրան Խալաթյանն էր ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից փոփոխություն այս ընթացքում Ռեալի կազմում տեղի ունեցավ Բուդականի փոխարեն հանդիպումը շարունակի Արսեն Աբոյանը Եղեզարյան Շատ լավ փոխանցում տեսանք դեպի Կարապետյան այստեղ բայց Կարապետյանի կատարած հարվածը բարձր ընթացավ Մամուկյանի կատարած փոխանցումից հետո ու հարված կլինի Միլանի դարպասից Դարպասապայի փոխարեն այստեղ խաղանքերը փոխանցում կատարեց, բայց Հունանյանն չհասավ գնդակը Աբոյան հետ փոխանցում դեպի Անուշավան Եղեզարյան ու շատ լավ գրոհի տեղափոխություն է դեպի Ձախեզեր, որտեղ Մանուկյանն է Սարոյան գեղեցիկ անցում էր Սարոյան ու մի փոքր տեղությամբ ստացվեց Սարոյանի կատարած հարվածը ակտիվ է իսկապես երկրորդ կեսում Ռեալը ու կփորձեն իհարկե իրենց հնարավորություններից օգտվել, բայց այսքան ձախողումներից հետո մրցակիցը կարող է մեկ ակնթարթում կրկին գրավել դարպասու կրկնապատկելի առավելությունը պետք է իհարկե այս փաստը հաշվի առնել արքայական ակումբի ֆուտբոլիստները Աբոյան թողեց այստեղ Մանուկյանը գնդակը Մանուկյանին հիմա ստացա փոխանցում հարված ու Ալիվորյանը տեղում է Կարապետյան շեղությամբ է հիմա Կարապետյանի կատարած հարվածը ստացվում հիմա եւս մեկ լավ հնարավորություն իսկապես կորցրեց Ռեալը եթե Կարապետյանի հարվածը շեղությամբ ստացվեց, ապա Մանուչյանի հարվածից հետո պարզապես ֆանտաստիկ սեյվով աչքի եկավ դարպասապա Սարգիս Հալիվորյանը հեռացնելով գնդակը շատ մոտ էր տարածությունը ռմբահարեց պարզապես Մանուչյանը, բայց իհարկե դարպասապա տեղում էր եւ
ամեն ինչ վերահսկեց Աբոյան, այստեղ Խալացյանը պայքարում նրա դեմ Սարոյան Գեղեցիկ պատխաղարկում է հարվածում օրից Հալիվորյանն է հեռացնում գնդակը ինչ է անում այս րոպեներին Միլանի դարպասապահ Սարգիս Հալիվորյանը պարզապես 2-3 իրական հնարավորությունից զրկեց մրցակցին դարպասը գրավելու գործում Հիմա հանկյունային խաղարկում Ռեալը կա փոխանցումը, բայց այստեղ էլ Զաքարյանը հեռացեց գնդակը Մանուկյան Եղազարյան, բայց այստեղ չանցավ Եղազարյանի կատարած փոխանցումը իսկ Մարտիրոսյանը նկատել է Սիրեյանի առաջխաղացումը, բայց հերվից կատարած հարվածը անհաջող ստացվեց Սիրեյան ուժեղ փոխանցում դեպի Մանուկյանը, բայց այստեղ Ջիլբերտոնն է հաջող խլում կատարում ուղարկելով գնդակը Հունանյանի եւ Հունանյանն էլ երթին հետ փոխանցում կատարեց Մուսայլյան նորից ասիագրվեց այստեղ գնդակը Հունանյանին, բայց Մանուկյանն է նահանջելու օգնում պաշտպանությունում, իսկ Հունանյանը այստեղ խախտեց խաղի կանոն դրա մրցակցի դեմ պայքարում Կարապետյան այստեղ չստացվեց ավելացնել գնդակի ընթացքը ու գնդակը Միլանի մոտ է Ջիլբերտո չի ստացվում այլ Ջիլբերտոյի հարվածը եւ հեռացեցին այստեղ Ռեալի պաշտպանները գնդակը եզից կնետի Միլանը Մուսայլյան հետ փոխանցում դեպի դարպասապահ Հալիվորյանը վերջինս էլ ուժեղ փոխանցումով գնդակ ուղարկում է առաջ բայց այստեղ Զաքարյանը չասր է ճիշտ դիրք զբաղեցնել դարպասապահի կատարած փոխանցումը եզրափակելու համար Եղազարյան ու հետ փոխանցում այստեղ տեսանք Աբոյանի կողմից դեպի դարպասապահ Սիրեյանը Մանուկյան Սարոյանին հասցեագեց գնդակը, բայց այստեղ չկասեցեց գնդակը Սարոյանը եւ հանկյունային հարված այո այստեղ չհասկացան Ինչ է կատարում ու խաղադաշտում, Միլանի ֆուտբոլիստները իրար թիմ փորձեց թողնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, բայց հենց խաղընկերոջից էր դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից, որը չէր նկատել Հակոբ Մովսիսյան այս դրվագում, Եղազարյան, Սարոյանին ուղարկեց գնդակը, Մանուկյանն է հիմա էլ ստացել պատասխան փոխանցումը, բայց Ջիլբերտոն այստեղ ամեն ինչ վերահսկեց, Կարապետյան Գեղեցիկ գործեց Կարապետյանը վտանգավոր է, բայց ոտքի տակից հեռացեցին հարված կատարելու պահին գնդակը Սարոյան գեղեցիկ էր Մանուկյան, բայց հիմա էլ դարպասապահ Հալիվորյանին է գնդակը բաժին հասնում, ով ուժեղ փոխանցում ուղարկում է գնդակը առաջ Մանուչարյան ուղարկեց գնդակը Աբոյանին դեպի ձախ Մանուկյան հարված ու հիմա էլ Մուսայլյանն է փակում գնդակի ճանապարհը Հունանյան հիմա կարող է արագ գրոյի անցնել Միլանը Հունանյան տեսնենք ինչ որոշում կայացի ֆանտաստիկ փոխանցում դեպի Զաքարյանը կտեսնենք հետրիկ արդյոք ոչ բարձր է ստացվում Զաքարյանի կատարած հարված ու հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանալու համար կար արդյոք ձեռքով խաղ եւ նշանակի 11 մետրանոց թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկար այո 11 մետրանոց հարված չէր դիպել գնդակը Միլանի պաշտպանի ձեռքին հիմա էլ արդեն սխալվում է արքայական ակումբը պաշտպանությունից դուրս գալու Զաքարյան բայց այստեղ է Զաքարյանի փոխանցումը չանցավ ու հիմա էլ գնդակը Ջիլբերտոից դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի Ռեալը արդեն շտապում է Ռեալի ֆուտբոլիստները իհարկե մեկ գնդակ ու հաշվի հավասարությունը կրկին կվերականգնվի բայց Հալիվորյանը առայժմ անառիկ է երկրորդ կեսում պահում դարպասը Զաքարյան լավ փոխանցում է կատարում Զաքարյանը դեպի Հունանյանը բայց այստեղ Խալացյանը խանգարեց փոխանցմանը հիմա էլ
գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Մանուկյան Աբոյանն ուղարկեց գնդակը վերջինս էլ գրող տեղափոխում է դեպի Գևորգյան ու Սարոյան հասավ գնդակը Մանուշարյանին շատ լավ փոխանցում դեպի Կարապետյանը, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Մանուշարյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Սարոյան հետ փոխանցում կատարեց դեպի Գևորգյան ու գրոյ տեղափոխություն աչ եզր Աբոյան Սայթակեց այստեղ Աբոյանը, բայց հետո կարողացավ վեր կենալ ու պայել գնդակի իր մոտ հիմա արդեն շարժվում են առաջ Ռեալի ֆուտբոլիստները իսկապես դեռ կա խաղաժամանակ, բայց պետք է արագ արդեն գործի արքայակնակումը Միլանը մեկ ակնթարթ և մեկ հնարավորություն կարող է վերացել գոլի ու էլ ավելի բարդացնել այդ դեպքում Ռեալի խնդիրը, քանի որ մենք 2-1 հաշվի դեպքում, երբ հաշիվը խաղադաշտում 2-1 էր բավական երկար, ներողություն 1-1 էր հանդիպան հաշիվը, բավական երկար տևեց այդ հաշիվը, որպեսզի մնա այդպես, հետո արդեն 2-3 րոպեի ընթացքում տեսանք հենց 3 գնդակ, որից հետո ամեն ինչ ավելի պարզ դարձավ, Հունանյան գուցե հարվածի Հունանյանը, բայց այստեղ խանգարեցին Հունանյանին հարված կատարելու գործում ու Ռեալը նետվում է առաջ Մանուկյան դեպի Աբոյանը փոխանցում հետևեց, բարձից հիմա էլ Աբոյանը փոխանցում կատարեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա տեսնենք ինչ է պատահել Միլանի ավագ Էրիկ Հունանյանին հոտածածկին է հայտնվել Հունանյանը, իհարկե գնաց Բախման մրցակցի հետ հարված կատարելու պահին, բայց տվյալ դրվագում մրցավարը խաղի կանոնների խախտում չնկատեց կա մրցավարի սուլիչը ամեն ինչ կարգին է Հունանյանի հետ ու նա կրկին շարունակում է մնալ խաղադաշտում Ֆիլդեր դուրս եկավ գնդակ ու եզից կնետին Ռեալը Սարոյան ավելացեց այստեղ մի փոքր գնդակի ընթացքը դեպի Կարապետյանը Կարապետյան ստացվեց անցում կատարել կա փոխանցումը Սարոյան Մանուկյան հարված ու բարձր է ստացում Մանուկյանի կատարած հարվածը Հարված կլինի Հալիվորյանի պաշտպանած դարպասից Մարտիրոսյան կար այստեղ խաղի կանոնների խախտում Ռեալի ֆուտբոլիստի դեմ պայքարում արագ խաղարկում է հիմա Ռեալը գնդակը վտանգավոր է բայց այստեղ Սահակյանը խանգարեց իսկապես մրցակցին փոխանցում կատարելու պահին այլապես եթե անցներ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը հարվածային դիրքում կհայտնվեր խաղանկերը հիմա էլ Սարոյանին թույլ չտվեցին հարված կատարելու հենց Սարոյանն էլ խախտեց խաղի կանոնները դարպասապայի դեմ պայքարում Մուսայլյան, շատ լավ փոխանցում տեսանք դեպի Մարտիրոսյանը, տեսնեք այս գրոհիչ գտա Միլանին, բայց թույլ ստացվեց այստեղ Վայ Մարտիրոսյանի կատարած փոխանցումը Խալացյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Խալացյանը շատ լավ փոխանցում Հունանյանին հարված էլ կատարեց Հունանյանը եղավ անդրադարձ ու Սիրեյանը վերցրեց գնդակը, բայց այստեղ սխալվում են Ռեալի ֆուտբոլիստները, հետո էլ Սահակյանը կորցրեց գնդակը Գևորգյան Մանուշարյանին է ուղարկում գնդակը, վտանգավոր է իսկ այստեղում էր ուղված այս փոխանցումը, կարծում եմ Կարապետյանը չնկատեց խաղանկարներից ոչ ոք այդ դրվագում չէ, այլապես չէր կատարի այս փոխանցումը
Մանուչարյան, աչից կա տարբերակ կա, փոխանցում Աբոյանին, հիմա էլ փոխանցում ու Կարապետյանի մոտ կրկին չի ստացվում արված կատարելու, վրա հասած Սահակյանը հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Այո, վերջին րոպեներն են հիմնական ժամանակին, այո, մնացել է ընդամենը 4 րոպե խաղը ժամանակ ու Ռեալը հիմա գրեթե ամբողջ կազմով նետվել է առաջ հանդիպումը, առնվազն ոչ ոքի արդյունքի հասնելու համար, բայց առայժմ երկրորդ կեսում իհարկե առաջին ընդհանրապես գոլ չի գրանցվել խաղադաշտում, բայց մի քանի անգամ լրջորեն Հալիվորյանը կարողացավ փրկել Միլանին երկրորդ խաղակեսում, իսկ որպես այդպիսին վտանգավոր արվածների տեսանկյունից իհարկե Ռեալը երկրորդ կեսում ունի առավելություն, բայց գլխավորը հաշվում է չկա դեռ փոփոխություն, Աբոյանն է կրկին գնդակով շարժվում առաջ, կա փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հիմա էլ Մուսայելյանը հեռացեց, իսկ Մարտիրոսյանը շատ լավ փոխանցում կատարեց Խալաթյանի ուղղությամբ, բայց այստեղ հերու թողեց Խալաթյանը գնդակը, հիմա հասավ գնդակին Խալաթյան, կարելի է գրավել դարպասու, Սարոյանը վերջին պահին փրկում է Ռեալ Մադրիդին վերահաս գոլից, այքեզ Խալաթյան ինչ արեց այս դրվագում Միլանի 19 համարը անհնարին դիրքից երկու մրցակցի դեմ պայքարում անցում կատարեց դարպասապային էլ շրջանցեց, բայց եթե ծափարություններ այստեղ իհարկե Խալաթյանին, բայց հետո ինչ արեց արդեն Ռեալ Մադրիդի պաշտպան Սարոյանը պարզապես թույլ տվեց Ռեալին մնալ խաղի մեջ այս դրվագից հետո Սարոյանը հիմա է Սահակյանն է հեռացնում գնդակը դաշտի սահմաններից դուրս ու եզրից կնետի Ռեալ Մադրիդը Մանուչարյան բայց այստեղ խլեցին Միլանի ֆուտբոլիստները գնդակը մրցակցից Ջիլբերտո կա փոխանցում Խալաթյանին հիմա եթե Միլանը գրավի դարպասը բայց շտապեց Խալաթյան ու կորցրեց հնարավորությունը ուզում էի ասել եթե Միլանը գրավի դարպասը ապա կարող ենք այս խաղում փաստել հաղթողի անունը բայց առայժմ դա տեղի չունեցավ երկու ֆուտբոլիստով դուրս են եկել դարպասապայի դիմաց ու Խալաթյանն այստեղ իհարկե Դինենք անկեղ շտապեց, հիմա Աբոյանն է հարվածում ու նորից Սահակյանն է կանգնում գնդակի ճանապարհին, Գևորգյան երկրորդ տեմպով կգրոյի Ռեալը, հիմա էլ պատխաղարկումը չստացվեց Գևորգյան ու Աբոյանի միջև ու հարված կլինի Սարգիս Հալիվորյանի պաշտպանած դարպասից։ Հալիվորյան, կրկին ուժեղ փոխանցում առաջ, այստեղ գնդակը բաժին հասավ Հակոբ Մովսիսյանին ու կար խաղի կանոնների խախտում այս դրվագում Մովսիսյանի դեմ պայքարում Եղիազարյանի կողմից, այո։ Հիմա փոխանցում եք տեսնում ու Ունանյանը գրավում է դարպասը 4-2 կարելի է ասել այս գնդակով։ Ինչ է կատարվում, կարծես չէր հայտնվել Հունանյանի կատարած հարվածից հետո գնդակը դարպասում։ Ոչ, այո, հաշիվը անփոփոխ է ես ճիշտ ասած թվաց թե մրցավարը արդեն արձանագրել է Հունանյանի խփած գնդակը, բայց գնդակը չէր հայտնվել դարպասում, այո, կողքից էր դիպել ցանցին եւ հաշիվը դեռ անփոփոխ է։ Աբոյան թողնում է գնդակը Եղիազարյանին ու շարժվում առաջ Մանուչարյանն է ստացել գնդակը բարձից փոխանցում դեպի Կարապետյանը կա հարվածը դարպասի ուղղությամբ բայց խախտեց խաղի կանոնները Կարապետյանը այո ու արագորեն խաղարկում են Միլանի ֆուտբոլիստները տեսեք որտեղ է նահանջել Հումանյանը Ջիլբերտո պայծ գնդակը Միլանի մոտ ու նետվում է առաջ Միլանը տեսնեք ինչ որոշում կայացի Ջիլբերտոն գեղեցիկ էր Զաքարյան վտանգավոր է Զաքարյան հարված ու էտրիկ է եղինակ է դառնում Զաքարյանը 4-2 կարելի է հիմա արդեն արձանագրել որ Միլանը դաշտից կհեռանա 3 միավորով
4-2 այո Միլանը կրկնապատկում է իր առավելությունը հետրիկի հեղինակ դարձավ Միլանի կազմում Դավիթ Զաքարյանն ու հիմա արդեն իրոք չունի խաղաժամանակ արքայական ակումբը պարտությունից խուսափելու համար մրցավարը չեմ կարող ասել որքան է այս բանին փոխհատուցել բայց հիմնական ժամանակի վերջին րոպեն արդեն ավարտվել է ու հիմա արդեն ընթանում է մրցավարի փոխհատուցած խաղաժամանակը Մանուկյան հիմա Եղեզարյանը հաստրեց փոխանցում կատարել Մանուկյանին Հակոբյան Շատ լավ էր մտածել այստեղ Հակոբյանը, բայց Աբոյանը չարձագանք է նրա կատարած փոխանցման ու Եզրային հետո կտեսնենք Աբոյան ստացվեց անցում կատարել այս դրվագում Հակոբյանին ուղարկեց գնդակը Մանուկյան Կրկին Հակոբյանն է ստանում գնդակը գուցե փորձի ոչ այս դրվագում Ժիլբերտոն հանգարեց Հակոբյանին արված կատարելու գործում Ժիլբերտո Դեպի Հունանյանը կատարեց փոխանցում բայց հիմա սուլեց հանդիպման գլխավոր մրցավարը տեսնենք ինչ է պատահել Միլանի ֆուտբոլիստին կարծես աղբան ընթացքում Խալացյանը հարված է ստացել ողքին բայց հիմա արդեն ամեն ինչ կարգին է նրա հետ Տեսնենք Մուսայելյան շատ լավ գրոյի միացեց Մովսիսյանին մնաց գնդակով այստեղ Մովսիսյանը կա փոխանցում Խալացյան Զաքարյան գրոյի տեղափոխություն դեպի Հունանյանը Ուցերվից փորձի Հունանյանը հիմա արվածեց Հունանյանը բայց դարպասապա Սիրեյանը վերցեց գնդակը մի փոքր թույլ ստացվեց այս դրվագում Հունանյանի կատարած հարվածը հիմա Կարապետյանին թույլ չտվեցին հարված կատարել եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց գեղեցիկ ու հետաքրքիր հանդիպում դիտեցինք գոլարատ հանդիպում խաղադաշտում տեսանք բայց 4-2 հաշվով առավելության հասավ Միլան ու վաստակեց հերթական 3 միավորը Վինտեր քափում այս հանդիպան համար նախատեսել ենք այսքանը կարճ դադար որից հետո կշարունակենք